Շնորհակալություն, պարոն Պողոսյան, ես քանի որ ներկայացնում եմ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, իմ հարցերը գերազանցապես տնտեսության վերաբերյալ են, եւ մենք տնտեսվարողների հետ հանդիպումների արդյունքում ֆիլտրում ենք որոշակի հարցեր ձեզ փոխանցելու համար։ Հիմա շատ տնտեսվարողների հետաքրքրում է հետեւյալ հարցը. ինչու համար է քննչական կոմիտեն հաճախ կալանք պահանջում այն դեպքերի համար, որտեղ որը տրամաբանություն չկա կալանքի, որովհետև այս մարդիկ ներկա են, իրենց աշխատանքը կատարում են, տնտեսվարողը չի բացակայում երկրից, կամ առավելագույնը կարող է չբացակայելու մասին պահանջ ներկայացնել, որովհետև իրենք բողոքվում են, որ կալանավորվելով իրենք անհրաժեշտ պաշտպանություն չեն կարողանում իրականացնել։ Եվ նաև նշում են, որ ոչ միայն իրենց կալանավորում են, այլ նաև այն սարքավորումները, որոնք անհրաժեշտ են իրենց բիզնեսը շարունակելու համար, այս սարքավորումները ամբողջովին արգելանքի տակ է դրվում կամ բռնագրավում են, եւ սա խանգարում է տնտեսվարողներին արդյունավետ տնտեսություն կազմակերպել։ Եվ իրենք գտնում են, որ իրենք պատրաստ են եւ քննիչների հետ աշխատելու, եւ հարկային տեսուչների հետ աշխատելու, եւ չեն հասկանում այն կոշտ միջոցները, որոնք ձեռնարկում են տնտեսվարողների նկատմամբ։ Եվ հաճախ, ասեմ ձեզ, խոսքը չի վերաբերում այն ձեր ասած եզակի դեպքերը, դրանք բոլորս ենք հասկանում, որ այդպիսի արձագանք լայն հանրային արձագանք ունեցող դեպքերի դեպքում բնականաբար որոշակի կոշտության անհրաժեշտություն կա, բայց սովորական ընթացքի մեջ այս պահի դրությամբ առնվազն 1000 դեպքով ավել միայն 23 թվականին կալանքի միջնորդություններ են եղել, որը շատ բարձր թիվ է, եւ ես մի անգամ համեմատություն արել եմ, օրինակ Միացյալ Նահանգներում նման 2500 ընդամենը քրեական գործ է հարուցվել 1 տարվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում տնտեսվարողների տնտեսական հանցագործության մասով 1000 քրեական գործ է հարուցվել։ Այնինչ եթե 100 անգամ ավել է, պետք է մենք ունենայինք ընդամենը 10 քրեական գործ այս համեմատության մեջ։ Ինչպիսին է ձեր դիրքորոշումը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Պարոն Բագրատյան, նշեմ որ քննչական կոմիտեն քրեական վարույթները եւ հատկապես տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների նախաքննությունը իրականացնելիս կազմակերպելիս առաջնայինը առաջնորդվում է նախ առաջինը քրեական վարույթի բնականon ընթացքն ապահովելի տրամադրվածությամբ եւ երկրորդը որպեսզի առավելագույնս չխոչընդոտի տվյալ անձի տնտեսական գործունեությանը։ Հիմա թե ինչ ենք անում այդ ուղղությամբ, նախ դուք գիտեք, որ եւ մենք հիմնականում կալանքի վերաբերյալ միջնորդություններ ներկայացնում ենք, եթե իհարկե ձեր մոտ կա այդ տեղեկատվությունը, բացառապես երբ որ խոսքը վերաբերվում է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու եւ տևական ժամանակ չվճարելու դեպքերին եւ իհարկե դրանցով երբ որ հաստատված է չարամտությունը եւ այլն եւ այլն։ Հիմա մենք երբ որ արգրավում ենք անհետաձգելի քննչական գործողություններ ենք իրականացնում, արգրավում ենք որոշակի առարկաներ, իմ հանձնարարականը հետեւյալն է, որպեսզի դա նախարարինը արգրավման համար համապատասխան հիմքեր արկա են լինում, որպեսզի մենք դրանց մեջ արկա տեղեկատվությունը կամ համապատասխան փաստաթղթերը հետազոտենք։ Իմ հանձնարարականը հետեւյալն է, որպեսզի մենք արագ կատարենք այդ գործողությունները այս մասով եւ որպեսզի հնարավորություն ստանա տնտեսվարողը շարունակի իր տնտեսական գործունեությունը, այսինքն այս մասով ամիսներով չենք կազմակերպում մեր աշխատանքը, քննիչները գիտեն, որ երբ որ արգրավեց համակարգիչ կամ չգիտեմ այլ, ինքը պետք է դրանք հետազոտի, զննի, դատարանի իհարկե թույլտվության հիման վրա եւ վերադարձվի։ Հաջորդ իհարկե լինում են նաև չեն բացառում նաև առարկաներ իրեր, որոնք որ իրեղեն ապացույցի նշանակություն են ստանում եւ հետագա վերադարձնելու հետ կապված հարց, այսինքն ոչ միանշանակ բոլոր առարկաներն են վերադարձման ենթակա, դուք սա գիտեք։ Հաջորդը ինչ վերաբերում է կալանքի հետ կապված միջնորդություններին, մենք անհատապես նշեմ, որ շատ դեպքերում մենք տեղեկացվում ենք միայն կալանքի միջնորդությունների մասին, բայց հավաստիացնում եմ պարոն Բագրատյան, բազմաթիվ քրեական վարույթներ ունենք, ավելի շատ վարույթներ ունենք, որոնցով որ մենք ընդհանրապես կալանքի միջնորդություններ չենք ներկայացնում, ընտրում ենք անազատության հետ չկապված այլ խափան միջոցներ։ Հիմա ինչի է այս թիվը շատ, որովհետև մեր մոտ տնտեսական բնույթի այս հանցագործությունների թվականակը ինքը ահռելի ծավալ է։ Այս պահին, եթե չչափազանցեմ, մոտավորապես 2000-ից ավել վարույթներ ունենք։ Եվ հետևաբար այս մասով այսքանը։ Հույս ունեմ ձեր հարցերին պատասխանեցի։ Արձագանք։ Շնորհակալություն, պարոն Պողոսյան, մենք քննարկում ենք լավագույն լուծումներ գտնելու նպատակով։ Եվ դուք եւ մենք կոչված ենք մեր պետության շահերը սպասարկելու։ Եվ կարծում եմ տնտեսվարողները նաեւ մեր տնտեսության ամենակարևորագույն մասն են կազմում եւ մեր հարաբերությունները տնտեսվարողների հետ պետք է լինի բարիդրացիական եւ ավելի շատ մենք պետք է հասկանանք, թե ինչ խնդիրներ կան եւ օգնենք այդ խնդիրների լուծմանը։ Այսինքն ձեր աշխատանքը
իմ կարծիքով չպետք է լինի պատժիչ, պետք է լինի կանխարգելիչ։ Պետք է զրուցենք տնտեսվարողների խնդիրների վերաբերյալ։ Դուք ասում եք 1-2 ամիս կարող են մնալ այս սարքավորումները, ցավոք սրտի, այս տնտեսվարողները բողոքարկում են, որ արդեն տարի, 2 տարի իրենց սարքավորումները գտնվում են քննչական կոմիտեի բռնագանձման վարույթում եւ իրենք որևէ անելիք այլևս չունեն եւ իրենց բիզնեսը այլևս կորցրել են։ Հետևաբար մենք պետք է հաշվենք, արդյոք մենք մեր տնտեսությանը, մեր պետությանը դրանով օգնում ենք, թե վնասում ենք։ Այսինքն մենք պետք է նաև այդ հաշվարկը ունենանք։ Այդ գործողության արդյունքում մենք տնտեսությանը ինչքան օգնեցինք եւ ինչքան վնասեցինք։ Այդ ձեր կարծիքով եթե հարաբերություն դրանք եւ ճիշտ հաշվարկ անենք, ինչ արդյունք կստանանք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Բագրատյան։ Ես նշեմ, որ մենք անհատական գործերով նշեմ, որ չեմ ուզում sense ինչ-որ առանձին վերլուծություն անենք, բայց ին վերլուծությունը ինչի մա հանգում։ Մենք ունենք քրեական վարորդներ, երբ որ մենք ունենք սուբյեկտ, ով որ պետք է կատարի այդ հարկային պարտավորությունները եւ չի կատարում, այդ հարկային պարտավորությունները չարամտորեն խուսափում է, մեղադրյալի կարգավիճակ է ստանում, երբ որ ինքը գտնվում է անազատության մեջ, գիտեմ, այս մարդիկ փորձը ցույց է տալիս, որ այն սկզբնական փուլում, ակտիվ նախաքննության փուլում ամեն կերպ խոչընդոտում են քրեական վարույթին հիմքերը, հաշվապահի վրա են ազդում, փաստաթղթեր են փոխում, էս են անում, են անում, նոր արարք են կատարում եւ այլ։ Մենք նմանատիպ դեպքերով ենք տանում կալանքի միջնորդությունները, այսինքն երբ որ որպեսի այդ ռիսկերը չեզոքացնենք։ Եվ ունեցել ենք դեպքեր հենց գործով հաստատված, երբ որ անձի նկատմամբ օրինակ չգիտեմ, որոշ ժամանակ հետո օրինակ որոշում են կազմում, անձը շարունակում է նույն վարքագիծը։ Այսինքն կրկնվում է առարկա եւ պարբերական բնույթագրում, այս դեպքերով ենք տանում կալանքի միջնորդություններ ենք ներկայացնում եւ դատարանները քննարկում եւ որոշում են կայացնում, բայց այն դեպքերով, երբ որ անձը պատշաճ դատավարական վարքագիծ է ցուցաբերում, երբ որ չգիտեմ գալիս առարկը նկարագրում է, զղջում է կամ չգիտեմ, որ իր գործուն քայլերը ձեռնարկում, պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ քայլերը ձեռնարկում, ես չեմ հիշում մի հատ դեպք, երբ որ նման անձի վերաբերյալ միջնորդություններ ներկայացեն կալանքի միջնորդության։ Ավելին, եղել են դեպքեր, երբ որ անձը, օրինակ, նախնական հաշվարկի վերաբերյալ արձանագրված թվի հետ կապված համաձայն է լինում, վճարում է հետագայում ասում է, եթե ստուգման ակտով օրինակ արձանագրվի այս թիվը, այդ գումարը վերադարձեք։ Մենք այդ անձին էլ չենք տանում կալանքի միջնորդություններ։ Պրակտիկան տենց է։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։